Պարոն Մելքոնյան, Ռուսաստանից կրկին Հայաստանի հանդեպ սպառնալիքներ են հնչում եւ ասում են, որ դուք մտածեք, եթե որոշել եք գնալ Եվրամիություն, դուք ԵԱՏՄ-ում չեք կարող լինել։ Օվերչուկը ասում էր, դուք օդային հաղորդակցություն անգամ Ռուսաստանի հետ չեք կարող ունենալ, ձեր ապրանքների արտահանումը Ռուսաստան տեղի չի ունենա, այնտեղի հայերի բիզնեսները խնդիրներ կունենան, գազի գինը կթանկանա։ Այսքանից հետո Հայաստանում իշխանությունները հաշվի առնում են այս սպառնալիքները եւ արդյոք հիմա քննարկում է իշխանությունում ինչ է կանելու ռուսների այս վերջնագրերի հետ կապված։ Նախ այդ վերջնագրերը նոր չէ, որ առաջ անգամ չի, որ մենք լսում ենք, ուղղակի հետաքրքիր է նա էր, որ մենք առաջ անգամ այդ ամեն ինչը լսեցինք երկրի նախագահի կողմից, որ ինքը այդ հարցերը բարձրացրեց երկրի նախագահան։ Հիմա արդեն մենք մեր ժողովուրդը պետք է որոշի։ Կառավարության որոշելիքը չի դա, որ կառավարությունը պետք է որոշի կամ Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի, ասենք Եվրոպայի հետ։ Մենք հիմա տեսանք, որ մեր այդ դաշնակիցները, մեր Հայաստանի Հանրապետության ամենա հզոր դաշնակիցը, որը նաև մեր անվտանգության երաշխավորն էր հանդիսանում 1828 թվականից, ոնց որ ասենք Օվերչուկը գնաց Թուրքմենչայի պայմանագիր, եւ այդ Թուրքմենչայի պայմանագիրը ինքը դիտավորյալ շեշտեց, որ այսքան ժամանակ նաև ինքը մի բան մոռացավ, որ Թուրքմենչայի պայմանագիրը որ կար, Հայաստանի տարածքը ինչքան էր, երբ որ իրենք մտան Հայաստանի տարածք, մտան Կովկաս եւ եկան Հայաստանի տարածք, եւ հիմա ինչքան է։ Այ ինքը մոռացավ այդ մի բանը շեշտել, որ Հայաստանի տարածքը, երբ որ Ռուսաստանը մտավ այնտեղ ինչքան էր, եւ հիմա ինչքան է թողել ինքը, Ռուսաստանը ինչքան է նվեր տվել Հայաստանի տարածքները օտարազգիներին։ Դուք ասում եք ժողովուրդը որոշի, ժողովուրդը ոնց որոշի։ Հանրաքվեով։ Կգա ժամանակ, երբ որ արդեն այդ հարցը կդնի, արդեն ժողովուրդը պետք է հանրաքվեով որոշի ինքը ուրա գնում մեր պետությունը, ուրա տանելու, ժողովուրդը պետք է անի։ Ոչ թե ասենք չինովնիկները, պաշտոնյաները, այս ժողովուրդը պետք է որոշի։ Դա ժողովրդի որոշելիքն է։ Հիմա են ասում, այս պայդրությամբ դուք հանրաքվեով ոնց եք անելու։ Հիմա ասում են այսպեսի խնդիրներ կունենան, եթե ձեր քաղաքականությունը այսպես շարունակեք։ Մեր քաղաքականությունը հիմա էլի նորից ժողովուրդն է որոշելու։ Հունիսի 7-ին իր ցայնը ինքը որոշիչ ցայն է լինելու, որ ասենք ումն է ընտրելու իրեն որպես ղեկավար։ Ներկայիս իշխանություններն են մնալու, թե ուրիշ իշխանություններ են գալու։ Արդեն եթե իշխանափոխությունը իրենք Ռուսաստանը անմիջապես ինքը մտավ մեր ներքին հարցերի մեջ ու ինքը ցանկանում է որ այն կուսակցությունները որոնք ռուսամետ են իրանք պետք է մասնակցեն այդ ընտրություններին ու ինչ ուզենան անեն ուզենան կաշառք տան ուզենան փող բաժանեն ամեն ինչը ասենց զգում ես որ իրանք կողմից պահանջում են որ թույլատրելի լինի ամեն ինչը եւ մենք երկրի մեր դաշնակից երկրի նախագահից ուրեմն լսեցինք մի քանի նմանատիպ հարցեր որ ասենք ինձ շատ ման արեց մի քիչ ջղայնացրեց Արցախի հարցը որ ինքը ասեց եթե դուք չգնայիք Պրագա Արցախը չճանաչեիք բանի կազմում Ադրբեջանի կազմում ամեն ինչը լավ էր բայց մեր երկրի ղեկավարը իրան ասեց որ չէ որ միջև մեր ճանաչելը դուք արդեն երկու անգամ ճանաչել էիք որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է ինքը նաև այդ էր մոռացել երևի իր բանը Պուտինը մոռացել էր որ ինքը Էդի արդեն երկու անգամ ասել։ Մելքոնյան, բայց ենթադրենք Ռուսաստանը մի օր որոշեց Սյունիքն էլ ճանաչել, ենթադրենք Ադրբեջանի մաս։ Այդ ենթադրումա որ մենք էլ պիտի հաշվի առնենք, ասենք դե որ Ռուսաստանը ճանաչել է, ուրեմն մենք էլ ենք ճանաչում։ Չէ, հիմա արդեն մենք անկախ պետություն ենք,
մենք արդեն բավականին անկախացել ենք եւ այդ հանդիպումից մենք տեսանք, որ ահագին մեր ղեկավարությունը ահագին անկախության խնդիրներ լուծել է արդեն։ Երբ որ ասենք տալներ 20 թվականին հանդիպում է եղել Պուտինի եւ ասենք Փաշինյանի մեջ։ Նմանատիպ հարցեր չի շոշափվել, չերել շոշափի Պուտինը, որովհետեւ այդ ժամանակն էլ ինքը որոշիչ դեր ուներ եւ նաեւ այդ որոշիչ դերից հիմնականում Արցախի անվտանգությունը իր ձեռքներ, իսկ մենք էլ հենց Արցախը միշտ եղել է խաղակարդ, որպեսզի մեզ խեղճացնեն, որպեսզի մեզ պահեն որպես ֆորպոստ ու ինչ ուզենան Հայաստանի Դուք հիմա Արցախի մասին եք ասում, պարոն Մելքոնյան, բայց մենք տեսեք Կարծես ընտրում ենք մի անորոշ մի բան Եվրամիություն, որտեղ հայտնի է, չէ՞, մեր ապրանքները ինչպես են գնալու, ինչ չափորոշիչների են համապատասխանում եւ Եվրամիությունում առաջիկա տարիներին հաստատ չեն կարողանա այդ շուկան մտնել։ Եվ որ մեր տնտեսությունը ամբողջովին ռուսականի հետ կապված է, այդ ամբողջ առավելություններից, եթե փոխում ենք մեր քաղաքականությունը, կոնկրետ զրկվում ենք։ Այսինքն մենք ընտրում ենք վերացական մի բանը, կոնկրետ խնդիրներ ստեղծելով մեր երկրում, այդ նույն գազի գինը միայն, եթե գազի գինը թանկացա, պատկերացնում ենք մեր տնտեսությունը ինչ է լինելու։ Նախ գազի գինը, որ ասում են 177 դրամ է, մենք 177 դրամով ինքը ծախում է այդ ռուս գազին, իրանց է ծախում։ Դու լետես մեր ժողովրդին քանի դրամով է ժողովուրդը առնում։ Մոտավորապես $400։ Այնպես չի, որ բանա, այդ գազը բան անում։ Իրանք սկզբից մեր բաժինը լրիվ որոշ ղեկավարների շնորհքով տրվեց Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը մեր վրա մոտ $400 է ծախում այդ գազը։ 177 իրանք ծախում են իրանց կազմակերպության վրա, ռուս գազարդի վրա են ծախում, իսկ մեր ժողովրդին ասում է $400։ Այնպես չի, որ 177 դրամ մեր ժողովուրդը 200 դրամով բանա գազը առնում։ Բայց ավելի է թանկանալու իրենց։ Մի րոպե, եթե $400 է հիմի, մենք այլընտրանք ենք ունենալու, մենք ուրիշ տեղից գազ կվերցնենք, օրինակ Իրանից գազ կվերցնենք, մեր այն տրուբային խողովակը, որ թույլատրվել է մեզի Իրանի հետ, դա մեր ամբողջ Հայաստանի Հանրապետությանը բավարարող չափականակ է, որ դա կբավարարի մեզ։ Իսկ Իրանից այդքան թանկ չի գազը, որ իմի 400-ով մենք առնում ենք, այդքան չի։ Գազը ավելի էժան է Իրանից լինելու, քան ասենք իմի որ մենք Ռուսաստանից ենք առնում։ Շատերը մենակ այդ թվի վրա են ֆիքսված, $177 տալիս է։ Ումն է տալիս։ Մեր ժողովուրդը $177-ով գազ է ունեցել։ Իրենք ծախում են հայ չէ արդեն ռուս գազարդին, ռուս գազարդն էլ արդեն մեզ $400 ծախում։ Այն դեպքում, որ մեր այդ ամբողջ բանը սիստեման գազի այլընտրանքը գտանք Իրանն է։ Հիմա տեսեք Հայաստանի քաղաքացիների թվականակին համապատասխան գրեթե Ռուսաստանում հայեր են ապրում։ Ասում են նրանք բիզնեսներում խնդիրներ կունենան։ Օդային ճանապարհը կամ որ փակվեց ենթադրենք։ Ինչպես են մենք օրինակ ինչքան քաղաքացիներ ունեն գնում են արտագնա աշխատանքի եւ այնտեղից գումարներ են աշխատում վերադառնում։ Ինչպես եք դուք պատկերացնում այս վիճակը։ Ես պատկերացնում եմ շատ նորմալ։ Օրինակ։ Որ ասում եք օդը փակելու է, այդ որ փակեց մենք ենք դժվելու մենակ։ Իրենք ավելի շատ են դժվելու։ Ինքը մեծ երկիր է, պարոն Մելքոնյան, մեր դժվելը իրենց դժվելը տարբեր են։ Դեմ չէ, մենք փոքր երկիր ենք ու միշտ այտենց չոքած պետք է ապրենք, հա։ Չոքած ապրենք, իրանք ինչ ասեն են անենք, հա։ Փոքր երկիր ենք, պետք է արժանապատիվ ձևով մեր երկիրը ապրի։ Հիմա մեր երկիրը Ամերիկայի հետ հարաբերությունների մեջ է, Անգլիայի հետ հարաբերությունների մեջ է։ Իտալիայում այդ ձեր ասած ինքնատիրությունում արժի $35-36։ Այստեղ որ մարդիկ ամեն ինչ թանկացավ, փող չունենան իրենց օրվա հացին, Իտալիա են թռնելու։ Բոլոր տեղեր գնալու են Իտալիա աշխատեն, գնալու են Եվրոպա աշխատեն։
Այդ ամեն հարցերն էլ լուծվելիք հարց է, այնպես չի որ Եվրոպան, ասենք, չի տեսնում այդ ամեն ինչը, իր ինքը չի հասկանում այդ ամեն ինչը, թե ինչա կատարվելու Հայաստանի գլխին։ Եթե իրանք լրիվ փագեցին, Լարսով, բանով փագեցին, այդ ուլտիմատումը, որ դրել են մեր առաջ, դարերով այդ ուլտիմատումը անդադ մեր առաջն է եղել։ Արարատ լեռը, երբ որ նվիրում էին Թուրքիային, էլի այդ ուլտիմատումը մեր առաջն էր։ Ամբողջ Ղարս, Արդահան, Ղարսը այդքան պայեսներում ռազմամթերք, ամեն ինչ կար, հանձնեցինք, եկանք Հայաստան։ Նույնը արեցին Արցախը։ Մեր ամբողջ սպառազինությունը այնտեղ, ասենց նվեր տվեցին, էլի եկան Հայաստան։ Հիմի կամաց ուր պետք է տանեն, արդեն մենք ասել ենք այն վերջնակետին, որ էլ տալու տեղ չունենք մենք։ Մենք այս երկիրը պետք է պահենք ամբողջ հայության համար։ Ու մենք չենք կարա չոքած մանկանք։ Էլ չոքած մանկալու տեղ չկա։ Ասում եք Զանգեզուրը իրանք ճանաչեն, Զանգեզուրը չեն կարա իրանք ճանաչեն։ Որտեղ Զանգեզուրը հիմի մենք ենք պաշտպանում, մեր զորքերն են այնտեղ։ Ռուսական զորք չկա, ռուսական բանը երաշխիք չկա այնտեղ։ Չնայած մեր որոշ գործիչներ ասում են, պետք է երաշխավորներ լինեն 2, 3, չգիտեմ ինչ։ Ամեն երաշխավորներ, որ գալիս է այստեղ, ինքը պահանջներ ունի, իր շահերն ունի, որ գալիս է։ Միացյալ Նահանգներն որպես վկայի կարգավիճակով երաշխավոր է գրեթե կանգնեցրել այդտեղ էլի։ Ինքը վկա է։ Այդ վկայությունը երաշխավորությունից ավելի ուժեղ է։ Ավելի ուժեղ է։ Հիմա իրանք ամեն ինչ անում են, իրանք այդ թրիփի ուղին որ կա, սա է իրանք վախեցնում, սրանից են իրանք գազազած, որ թրիփի որ իրանք արդեն իրանք բաները կորցնում են Հարավային Կովկասում, հնարավորությունները արդեն իրանք կորցնում են։ Դրա համար են իրանք կամ անում։ Դու իրանցից բաժանվելը շատ դժվար ու ցավալի է մեր համար լինելու։ Պետք է բաժանվել, բայց պետք է բաժանվել կտրուկ։ Հիմի կա այն պահը, երբ որ ժողովուրդը կորոշի բաժանվի, թե չբաժանվի։ Կարող է ժողովուրդը պահանջում ասવા չէ, մենք մայր Ռուսաստանի հետ ենք, հավերժ, միջև կոտորվենք, միջև վերջի հայը վերանա։ Կարող է ժողովուրդը այդպես բան անի։ Այսինքն եթե Ռուսաստանի հետ լինենք, ձեր ասած տարբերակը հնարավոր է միջև վերջի հայը վերանա։ Ես ասեցի, որ եթե որոշում է այդ ժողովուրդ, իրանք չեն ուզում, Ռուսաստան չի ուզում, որ լինի պետություն։ Ինքը ուզում է մի հատ նահանգ լինի, ռուսական նահանգ լինի, իրանք այդ նշանակեն նահանգապետ ու մնացած խնդիրները իրանք անեն։ Ոնց որ միջև հիմա եղել է, երբևիցե Հայաստանը, վերցնենք օրինակ մեր արևան Թուրքիան։ Թուրքիայի հետ Հայաստանի որ ղեկավարն է գնացել նստե, հարցեր քննարկե։ Ոչ մի ղեկավար։ Մեր այս սովետական ժամանակաշրջանից մինչև այս վերջերս։ Միշտ մեր փոխարեն Ռուսաստանն է դե հարցեր կարգավորել։ Մենք որոշում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ինքնուրույն, հա, գնում քան։ Այո, ինքնուրույն։ Բայց ղեկավարի կարգավիճակով, այսինքն, թե օրինակ Ռուսաստանի նման, ինչպես դուք եք ներկայացնում։ Ոչ, դու չեք տեսնում։ Հիմա չի երևում։ Տեսնում Փաշինյանը Էրդողանի գիրքը գրկած իր հետ լուսանկարվում է, այդ ենք տեսնում։ Բասեք Պուտինի հետ որ բանը գրկած բանը էդի արդեն կարելի է, այնի չի կարելի։ Բա վերջապես այո, Էրդողանի հետ պետք է մենք նստենք խոսանք։ Մեր երկիրը պետք է խոսա Թուրքիայի հետ։ Ոչ թե Լավրովին խնդրի, թե գնա տես ինչ է ասում, Լավրովն էլ բարերի կեսը փոխված, ձևափոխված ասում է ու ոչ մի բան։ Մենք մնում ենք մեր հարևաններ էլի թշնամի։ Վերջապես մենք պետք է կարողանանք խոսանք։ Մենք պետք է այդ մարդկանց հետ մենք չենք կարա այս երկիրը վերցենք գնանք Ալտայսկի կռայ։ Այս երկիրը պետք է մնա իր տեղում, հարևաններ պետք է մնա հարևան։ Միշտ չէ որ պետք է թշնամի լինեն հարևանները։ Մենք պետք է հասկանանք, որ այդ թշնամությունից մենք
Տուժվել ենք Այդ թշնամությունն էլ հրարել է ռուսը Ռուսաստանն հրարել Թուրքերը մեզ չէին ուզում մորթեին, ցեղասպաններին, թուրքերն էին, մենակ Հետ գնանք, այդ ցեղասպանության պատճառն էլ Ռուսաստանն է Լեպատմությունը նայի, տեսով է պատճառն եղել, որ այդ բանը եղավ, ինչը պատճառ եղավ, որ Ռուսաստանը մեկ մտնում էր, մեկ դուրս էր գալիս, մեկ մտնում էր, միջև Վաներ ասնում, հետ էր գալիս, Վաներ ասնում, հետ էր գալիս, իրանք էլ համարեցին, որ հայերը դավաճան են, ռուսների հետ գնում գալիս են, ու ինչ որոշեցին, Անլռելի զանգակատունը խնդրում եմ կնակարգել։ Քանի որ Լավրովին հիշացրեցիք, պարոն Մելքոնյան, Լավրովը այդ հանդիպումից հետո ասել էր, որ մեր հայ գործընկերները որոշակի ըմբռնումով են վերաբերվել որոշ հարցերին։ Ինչի մասին է խոսքը։ Հնարավոր է, որ օրինակ այդ քաղաքական ուժերը, որ ընտրությունների մասնակցում են, այդ հարցման հետ կապված է ըմբռնումով վերաբերվել Հայաստանի իշխանությունը։ Ես չեմ կարող Լավրովի մտքին ասեմ ինչ կա, որտեղ ամբողջ աշխարհը չի հասկանում Լավրովին։ Թե Լավրովի ասածների տակ ինչ կա։ Լավրովը ուներ պլան A։ Հիշում եք։ Ուներ պլան B։ Իրանք ասում էին պլան A-ն, էսա պլան B-ն է էսա։ Երբ որ արդեն այդ պատերազմից հետո խոսում էին պլան A-ի, պլան B-ի մասին, Լավրովի։ Այս ամեն ինչը Լավրովի կազմակերպածն է։ Պարոն Մելքոնյան, լավ, ամփոփելով, այս պահի դրությամբ այդ սպառնալիքները, վերջնագրերը, որ գալիս են Ռուսաստանից, ներսում քննարկվում է, ինչ են մտածում Հայաստանի իշխանությունները, ինչ պետք է անել այս իրավիճակում։ Ուրեմն ամեն ինչը նորից եմ ասում, իշխանությունները հիմի տանում են այս քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, իմ կարծիքով շատ լավ գնում է առաջ, եւ վարչապետն ասեց, որ կգա ժամանակ, երբ որ դուք կստիպեք մեզ, որ կամ, այդ ժամանակ մեր ժողովուրդը կորոշի, կամ, ու որ ժողովուրդը պետք է որոշի, անհատները չպետք է որոշեն։ Բայց մինչ այս այն հակառուսական հայտարարությունները ուղղությունը Եվրամիության, որ ամեն ինչ դուք վերցրել եք, չեք մտածել ժողովուրդը կորոշի, թե չէ դուք որպես իշխանություն ստանձնել եք այդ ամեն ինչը։ Որ ժողովուրդը, երբ որ Եվրոքվե եղավ, հիշում եք, մոտ 60,000 մարդ մի անգամից ստորագրեցին, որ իրանք գնալու են Եվրոպա։ Հիմի մենք Եվրոպա դեռ չենք գնացել, Եվրոպա գնալն էլ այնպես չի, որ վաղը կամ մյուս օրը լինելու ժամանակա ընթաց է այդ բան անելու, տևելու ժամանակ շատ է լինելու դրա համար մտածելու թե ինչ պետք է արվի, իսկ Ռուսաստանն էլ մեր, ասենք տնտեսությունը կախված է Ռուսաստանի հետ էլ մենք էլի աշխատում ենք, մեր ապրանքներն այնտեղ վաճառվում է, իրանց ապրանքները այստեղ վաճառվում է, բարի դրացիական հարաբերությունների մեջ ենք, այսպես ասած։ Դե իրանք էլ ասում են դեռ։ Դա իմին այդպես ինչ կա, ընտրություններից հետո նոր ամեն ինչը ընտրություններից հետո կընկնի իր տեղ, կարգավորվի։ Մինչև ընտրությունները դեռևս այս վիճակը կշարունակվի, կտրուկ բեկումը կլինի ընտրություններից հետո։ Կտրուկ այդ Օվերչուկի ասացի համաձայն, Օվերչուկը իմի ես, որ մեզ վախեցնում է այսենց, եսի վախեցնում է, որ ընտրություններին ժողովուրդը ցայնը տա Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, այսինքն այդ երրյակը, որ իմի կազմված է, պրոռուսական երրյակը, իրանք նաև ժողովրդին վախեցնում են ու շատերը, հատկապես մեր լրագրողները ասում են, տեսակ ինչ ասեց Օվերչուկը, տեսակ, որ մենք ուրիշ տեղ չունենք այդ հալու, որպեսզի ընտրություններին իրանք կարողան հաղթանակ տանեն։ Այս խնդիրն է ամեն ինչը, որ Օվերչուկը միշտ խոսում է այս թեմայով, Օվերչուկը մի տարի առաջ էլ խոսած է այս նույն պլաստինգեն քոքելա, 2 տարի առաջ էլ այս նույն պլաստինգեն քոքելա, հասկանում ես, ես խոմ առաջի անգամ չի Օվերչուկը, որ բան անում, խոսում է, իրանց պետական շահերն է իրանց հետապնդում, իրանք շահերն են հետապնդում պետության,
ոչ թե մեր որոշ մարդկան, որոշ գործիչների, որ մեր պետական շահը ոչ ոքին չի հետաքրքրում։ Մենք մտածում ենք, եթե այս գործողությունը կատարեցինք, ռուսները ինչ կմտածեն մեր մասին։ Ու սա ժամանակ մենք մտածել ենք նախ Ռուսաստանի շահի համար, որ Ռուսաստանը ինչ կմտածի, եթե մենք Ամերիկա գնացինք օգոստոսի 8-ին թղթեր ստորագրեցինք, Ռուսաստանը մի քիչ նեղություն նեղացավ մեզնից, ոնց անենք այդ նեղացվածությունը հանենք, հիմի անկախ երկիր ենք։ Եվ վերջի հարցը, վերջերս մեզ հետ զրույցում եռաբլուրում ազատամարտիկներից մեկը Սամվել Մկրտչյանը ձեզ Սասուն Միքայելյանի հետ կապված որոշակի հայտարարություններ էր արել եւ առաջարկում էր, որ թե հիմա ինքը որտեղ է, ինչ ունի կռված լինելով եւ դուք Սասուն Միքայելյանը ինչերի տեր եք, ասում էր Սասուն Միքայելյանը թող ձեր ձեռքը բռնած գնա իրենց տուն եւ տեսնի փողը ընդհանրապես ով է պաշտում ձեզանից։ Ուրեմն ինչ վերաբերվում է Մկրտչյան Սամվելին, դա հատուկ գնդում սպայ է եղել առաջի գումարտակում։ Ուրեմն ինքը բան ունի, հենց հոգեկան խնդիրներ ունի առաջի հերթին, որովհետև իր ծառայության ժամանակն էլ ինքը տարօրինակ բաներ շատ արել, տարօրինակություններ ունի։ Ես չեմ ուզում ասենք այն մանրամասը բացեմ, ինքը որպեսզի ինքը այսպես դառնա թե մի հատ հերոսա բանա։ Ինքը կարելի ասել այն գնում եղել է մոտ 300 սպա։ Սպայական կազմը կազմել է մոտ 300 հոգի։ Ինքը այդ 300-ից մեկն է, որ ասենք ամենավերջը դրան ինչքան հիշում եմ գումարտակի հրամանատար կարգեցինք, հետո այս բանի դեպքերից հետո Օմարի դեպքերից հետո ինքը արդեն բաներ էլ հենց հոգեկան շեղումներ ուներ, նույնիսկ մեր այդ գնդի 3-րդ ամյակին, գնդի ստեղծման 3-րդ ամյակին, ինքը նաև Վազգեն Սարգսյանն էր մասնակցում, պաշտպանության նախարար, ինքը շատ տհաճ բաներ արեց, երբ որ սպառապետն ասեց, ով է էլ մի հատ ով է, ինչ է, ասի հոգեկան խնդիրներ ունի, անեցինք այդ բանից, դալեճից անեցինք դուրս այդ մարդուն, հետո տեսա, որ ինքը էլ չի կար անձնակազմի հետ աշխատի, ես դիմեցի մեր վաղամերիկ Արծրուն Մանուկյանին ասի, կարող է վերցնեք ներքին զորքերում, վերջ, խնդրեցի, սրան տեղափոխեցինք ներքին զորքեր, հետո այնտեղ չկարեցավ էլի իր բանը հետ Խաշատին համաձայն, որ ասում եմ տարօրինակություններ ունի, այդտեղից հանեցին, հետո ես արդեն տեղափոխվել էի Արմավիրի բրիգադա, տեսա, որ եսի թափառական է, վերցրեցի տարա իմ մոտ Արմավիր, այնտեղ հենել չթողեցի, որ ինքը անձնակազմի հետ շփվի, թիկունքային ծառայության տարա, ոնց որ թե իրային ծառայության պետ նշանակեցի, հետո մի տարի հետո էլի եսի բաներ արեց, սկսեց այտենց բաներ անել, այդտեղից տեղափոխեցի Երևան դրան, ու այտենց դրա հետքը կուրավ, բայց նմանատիպ ասենք բոլոր միջոցառումների ժամանակ, ինքը այտենց բաներ անում, ցույց է տալիս, որ ինքը ազնիվ է, էս է, այն է, եթե մի առիթով էլ բանը, երբ որ իրան վստահում ենք Լաչինից, ընդ տրաֆեի մեքենաներ կա, տրաֆեի մեր, ինքը բերում է տանում է իրանց տուն այդ մեքենաները, երբ որ գնացի բռնեցի, թքեցի երեսնասի, չես ամաչում արես, մեքենաները պետք է բերես զորամասնի տանես, ձեր դռները կանգնեցնեք ամեն մեկը։ Ես հենց տարօրինակ բան է, մարդա, որ ասենք բան չի կարելի դրա մասին նույնիսկ շատ խոսալ էլի։